Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը այցելել է կաթողիկոսին եւ իր աջակցությունն է հայտնել։ Ինչ ճանաչողները գիտեն իմ վերաբերմունքը առաջին նախագահի նկատմամբ, ես մտածում եմ առաջին նախագահը ճիշտ է վարվել եւ դրական բան է արել։ Բայց եթե ես իշխանություն լինեի, Գարեգին Բ կաթողիկոսը բանդում կլներ։ Տրամաբանության օրենքները հնարավոր չի շրջանցել։ Չի կարող մարդը 1999 թվի հոկտեմբերի 27-ին կաթողիկոս դառնալուց հետո տեսնել հոկտեմբերի 27-ի հանցագործությունների այդ բացահայտման կոծկումը եւ լռել, տեսնել բոլոր ընտրակեղծարարությունները եւ լռել, մարտի 1-ը տեսնել եւ լռել։ Չի կարող այդպես լինել, որ այդ ամեն ինչը տեսնելուց լռելուց հետո մարդը թաթախված չլինի այդ հանցագործությունների մեջ։ Դա հակասում է տրամաբանության օրենքներին։ Ես համոզված եմ, որ եթե 99-ից առ այսօր եկեղեցու ամբողջ գործունեությունը մանրակրկիտ քննվի, ապա ի հայտ կգան այնպիսի հանցագործություններ, որ ձեզից ոչ մեկը չի էլ կասկածում, որ այդպիսի բան հնարավոր էր։ Ես սխալ եմ համարում բարոյական կողմի մասին նույնիսկ խոսելը, որովհետև հենց դու խոսում ես բարոյականի մասին, միանգամից իրավականը երկրորդ պլան է մղվում։ Եկեղեցու բարոյական կողմի մասին խոսելը խանգարում է, որ մարդկանց ուշադրությունը կենտրոնանա իրավական կողմի վրա։ Իսկ ինչու եմ առաջին նախագահի քայլը համարում դրական, որովհետև ինչքան սահմանադրական դրույթ է եկեղեցու անջատ լինելը պետությունից, խղճի ազատությունը, մամուլի ազատությունը, խտրականության մերժումը նույնքան սահմանադրական դրույթ է նաև մարդու անմեղության կանխավարկածը։ Եթե կաթողիկոսը կամ որևէ մեկը դատապարտված հանցագործ չէ, ուրեմն նա նույնքան անմեղ է, ինչքան մնացած բոլոր մարդիկ։ Հետևաբար նա ամենայն հայոց կաթողիկոսն է, նրան դիմում են վեհափառ եւ ընդունում են եկեղեցու ատյանը կաթողիկոսի գլխավորությամբ։ Ինձ համար եկեղեցին անփոխարինելի արժեք է։ Ես լինեմ աստվածապաշտ, չլինեմ աստվածապաշտ, լինեմ հավատավոր թե անհավատ, երբ որ ես գնում եմ որևէ հայ եկեղեցի, լինի դա փոքր մատուռ, թե չգիտեմ հսկայական տաճար եւ աղոթատեղի, ես մի լրիվ ուրիշ էներգետիկա եմ զգում, բայց ես դուր չի գալիս, որ եկեղեցականները թաթախված են սրիկայության, անբարոյականության եւ անհավատության մեջ։ Ես կարող եմ լինել անհավատ, ես եկեղեցական չեմ, բայց երբ որ ես տեսնում եմ եկեղեցականն է անհավատ, դա իմ համար նողկալի է։ Բայց ես հիմա խոսում եմ իրավունքի մասին, իրավական հարթության մասին։ Եկեղեցականները չպիտի պետությունը թույլ տա, որ եկեղեցականը թաքնվի եկեղեցականի այդ շորերի տակ եւ հանցագործություններ անի։ Եկեղեցականը նույնքան քաղաքացի է, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի։ Հետևաբար նա նույնքան պիտի պատասխան տա օրենքի առաջ, ինչպես բոլորը։ Ես ուզում եմ, որ օրենքը գերակայի։